Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Ակտիվորեն կաշխատենք դիստրիբյուտորական ընկերությունների եւ սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչների հետ, որպեսզի մեր համակարգացիների համար կարողանանք հասնել գների նվազեցման։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն սպառողական գների վերաբերյալ հրապարակված տեսաուղերձում, հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կօգտագործեն տարբեր երկրներում փորձարկված հակամենաշնորհային մեխանիզմները։ Վրաստանի կառավարության ղեկավարը իրավապահ մարմիններին կոչ է արել խորությամբ ուսումնասիրել հարցը։ Կոչ եմ անում իրավապահ մարմիններին պարզել, արդյոք առանձին սուբյեկտների գործունեության մեջ կան հանցագործության հատկանիշներ։ Միաժամանակ ուզում եմ դիմել Վրաստանի խորհրդարանին, ստեղծել խորհրդարանական հանձնաժողով, որը կօգտագործի համապատասխան խորհրդարանական գործիքներ այս խնդրի գնահատման համար։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է վարչապետի խնդրանքին։ Ողջունելի է Վրաստանի վարչապետի ուշադրությունն այնպիսի կարևոր հարցի նկատմամբ, ինչպիսին սննդամթերքի մանրածախ գներն է, ասել է Պապուաշվիլին։ Նա վստահեցրել է, որ գարնանային նստաշրջանի բացումից անմիջապես հետո խորհրդարանը կստեղծի հատուկ հանձնաժողով սննդամթերքի գների ձևավորման գործընթացն ուսումնասիրելու նպատակով։ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն պաշտոնական այցով մեկնել է Ստամբուլ, երկկողմ հանդիպում ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի հետ։ Կողմերը քննարկել են իրավապահ ոլորտում ընթացիկ գործընկերությունը, դրա խորացման հեռանկարներն ու համագործակցության գերակա ուղղությունները։ Երլիքայան շնորհակալություն է հայտնել Գելաձեին Վրաստանի տարածքում թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի վթարի ժամանակ ցուցաբերած աջակցության եւ օպերատիվ փոխգործակցության համար։ Հատուկ ուշադրություն է դարձվել ոստիկանության կրթության ոլորտում փորձի փոխանակմանը եւ գործակցության զարգացմանը։ Նախարարները հույս են հայտնել, որ գերատեսչությունների միջև գործընկերային հարաբերությունները ել ավելի կամրապնդվեն։ Գելաձեն շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը հրավերի եւ ջերմ ընդունելության համար։ Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի ղեկավար կազմի ներկայացուցիչներին եւ նույն հաստատության պաշտպանության եւ անվտանգության ռազմավարական միջգերատեսչական ավագ դասընթացի ունկնդիրներին։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Հյուրերին ներկայացվել են Հայաստանի անվտանգային միջավայրը եւ բանակի կերպափոխման հիմնական ուղղությունները, որից հետո քննարկումները շարունակվել են հարցուպատասխանի ձևաչափով։ Այցի շրջանակում Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի ունկնդիրները հյուրընկալվել են նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, քննարկել երկու հաստատությունների փոխգործակցության ծրագրերը եւ հեռանկարները։ Պաշտոնական հանդիպումների համար Թուրքիայում գտնվող Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին տեղափոխող մասնավոր օդանավը կործանվել է Անկարայի օդանավակայանից մեկնելուց հետո։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ու եւս 5 ուղևորի տեղափոխող մասնավոր օդանավը թռիչքից կարճ ժամանակ անց կորցրել է ռադիոկապը։ Ֆալկոն 50 տիպի օդանավն Անկարայից Տրիպոլի էր մեկնում։ Կործանված ինքնաթիռի մնացորդներն արդեն հայտնաբերվել են։ Լիբիայի վարչապետ Աբդուլ Համիդ Դիբեյբեն հայտարարել է, որ Լիբիայի գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամեդ Հադադը եւ նրան ուղեկցող անձինք զոհվել են։ Ըստ Անադոլուի հետաքննություն է սկսվել ինքնաթիռի վթարի գործով։ Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Անկարայի SM Բողա օդանավակայանից թռիչք կատարած եւ Հայմանի շրջանում ուղևորներ տեղափոխող ինքնաթիռի վթարի գործով, որի մեջ էր Լիբիայի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Մոհամեդ Ալի Ալ-Հադադը։ Դեպքի հետաքննության համար նշանակվել է 4 դատախազ, գլխավոր դատախազի առաջին տեղակալի գլխավորությամբ։ Հետաքննությունը կատարվում է մանրակրկիտ եւ բոլոր հանգամանքները հաշվի առնելով։ Թուրքիան պատրաստվում է ընդլայնել Սևծովում նավագնացության անվտանգության վերահսկողության թուրքական համակարգի գործողությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլ Քադիր Ուրալօղլուն։ Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում նավագնացության անվտանգության ոլորտում։ Մենք վերահսկում ենք նավերի անցումը բոլոր նեղուցներով, որտեղ աշխատում է նավագնացության մոնիտորինգի մեր համակարգը։ Մեր ռադարների օգնությամբ կընդլայնենք վերահսկողության ծառայությունները Մարմարա ծովի ամբողջ տարածքում։ Մտադիր ենք այս համակարգը տարածել նաև Սև ծովի վրա։ Համակարգը, որի մասին խոսել է թուրք նախարարը, իրականացվում է ծովային երթևեկության վերահսկողության ծառայությունների մատուցման ազգային նախագծի շրջանակներում։ Այժմ աշխատանքներ են տարվում Արևելյան միջերկրական ծովում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ։
Թուրքիայում տարեկան գնաճը կլինի մոտ 31%, ինչը կգերազանցի կառավարության եւ երկրի կենտրոնական բանկի կանխատեսումները, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ջևեդ Յիլմազը հայտարարել էր, որ իշխանությունները 2026 թվականին կանխատեսում են տնտեսության 3.9% աճ, իսկ գնաճի մակարդակը կլինի 20%-ից ցածր։ Այս տարվա սեպտեմբերին պատրաստված 2026-ից 28 թվականների թարմացված միջնաժամկետ ծրագրում 2025 թվականի տարեկան գնաճը գնահատվում է 28.5%։ Սակայն սպառողական գների տարեկան ինդեքսի վերաբերյալ համախառն սպասումները, որոնք պաշտոնապես կհրապարակվեն հունվարի 5-ին, մատնանշում են մոտ 31% մակարդակ։ Վիճակագրության ինստիտուտի վերջին տվյալների համաձայն Թուրքիայում տարեկան գնաճը նոյեմբերի արդյունքներով դանդաղել է մինչև 31.7%-ի, նախորդ ամսվա 32.87%-ի համեմատ։ Միացյալ Նահանգները եւ Իրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում փոխանակվել են քննադատություններով միջուկային բանակցությունները վերսկսելու պայմանների շուրջ։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ պատրաստ է ուղիղ բանակցությունների, իսկ Իրանը մերժել է Վաշինգտոնի պայմանները։ Հիշեցնենք, որ երկու երկրները հունիսին Իրանի եւ Իսրայելի միջև 12-օրյա պատերազմից առաջ անցկացրել են միջուկային բանակցությունների 5 փուլ։ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի հետ պաշտոնական բանակցությունների, բայց միայն այն դեպքում, եթե Թեհրանը պատրաստ լինի ուղիղ եւ իմաստալից երկխոսության։ Այդուհանդերձ մենք հստակեցրել ենք ցանկացած պայմանավորվածության վերաբերյալ որոշակի ակնկալիքներ։ Առաջին հերթին Իրանի տարածքում ուրանի հարստացում չի կարող տեղի ունենալ, եւ դա սկզբունքային է մեզ համար։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հանդիպմանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ձգտում արդար բանակցությունների։ Մենք գնահատում ենք ցանկացած արդար եւ իմաստալից բանակցություն, բայց զրոյական հարստացման քաղաքականության պահանջը խախտում է մեր իրավունքները որպես միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ։ Ամերիկյան կողմը ցանկանում է Իրանին թելադրել իր կամքը։ Մենք տեղի չենք տա որևէ ճնշման եւ սպառնալիքի։ Իրաքի գազի մատակարարումն Իրանից դադարեցվել է, այս մասին հայտարարել է էլեկտրաէներգիայի նախարարությունը, հաղորդում է Reuters-ը։ Գերատեսչությունից հայտնել են, որ իրանական գազի մատակարարման դադարեցման հետևանքով էլեկտրաէներգետիկ համակարգից կորել է 4000-ից 4500 մեգավատ էլեկտրաէներգիա։ Իրանական կողմը հեռագիր է ուղարկել էլեկտրաէներգիայի նախարարությանը, տեղեկացնելով գազի մատակարարման լիակատար դադարեցման մասին, անկանխատեսելի հանգամանքների պատճառով, ասված է հայտարարության մեջ։ Իրանը մատակարարում է Իրաքի գազի եւ էլեկտրաէներգիայի կարիքների 1/3-ից մինչև 40%-ը։ Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան առաքվող ապրանքների տեսականին ընդլայնելու հնարավորությունը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Հացահատիկից բացի քննարկվում են պարարտանյութերի մատակարարումները, նաև Հայաստանից Ռուսաստան բեռների հետադարձ բեռնափոխադրման կազմակերպումը, նաև Հայաստանից Ռուսաստան բեռների հետադարձ բեռնափոխադրման կազմակերպումը։ Կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, մենք սա իսկապես նշանակալի ենք համարում։ Ռուսական հացահատիկով բեռնված առաջին գնացքը անցել է Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան, ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ հացահատիկով բեռնված գնացք է անցել։ Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով նման քայլերը մինչև վերջերս քիչ հավանական էին թվում, սակայն այժմ այս պայմանավորվածությունները սկսում են գործնական բովանդակություն ստանալ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ երկու երկրի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության եւ դաշնակցության ոգով։ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է հաջողությունների սոցիալական եւ տնտեսական ոլորտներում եւ հետեւողականորեն ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում։ Մեր երկրի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության եւ փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Պուտինը վստահություն է հայտնել, որ այդ հարաբերությունները կշարունակվեն զարգանալ ռազմավարական գործընկերության եւ դաշնակցության ոգով, ինչը ծառայում է ռուս եւ ադրբեջանական ժողովուրդների շահերին։ Բաքվում անցկացված Ադրբեջան-Թուրքիա երկրորդ ներդրումային ֆորումի ընթացքում ադրբեջանական եւ թուրքական ընկերությունների միջև երկու գործակցության համաձայնագիր է ստորագրվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ստորագրված փաստաթղթերից մեկը նախատեսում է էներգետիկայի ոլորտում համագործակցություն Ադրբեջանի պետական նավթային ընկերության Սոքարի եւ թուրքական Gamma Energy ընկերության միջև։ Ֆորումի ընթացքում ադրբեջանական եւ թուրքական ընկերությունների միջև ստորագրվել է նաեւ մեկ այլ համաձայնագիր, որն ուղղված է ներդրումային եւ արդյունաբերական ոլորտներում գործակցության ընդլայնմանը։ Փաստաթուղթը նպաստում է երկու երկրի միջև տնտեսական գործընկերության խորացմանը եւ համատեղ նախագծերի խթանմանը։
Գերմանիայի դատարանը Բունդեսթագի նախկին падգամավորին կալանավորելու թույլտվություն է տվել։ Աքսել Ֆիշերը կասկածվում է կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար։ Դրանից հետո նրան տեղափոխել են քննչական մեկուսարան, տեղեկացրել է Deutsche Welle-ն։ Նախկին падգամավորը բազմիցս բաց է թողել դատական նիստերը, իսկ մինչ այդ այցելել է կլինիկա։ Սակայն դատարանի նշանակած փորձագետները պարզել են, որ Ֆիշերը կարող էր մասնակցել առնվազն 2 բաց թողած նիստի։ Ի վերջո նա կալանավորվել է Bad Zeckingeni հիվանդանոցներից մեկում։ Ֆիշերի փաստաբանները բողոք են ներկայացրել։ Դեկտեմբերի 22-ի դատական նիստի ժամանակ նախկին падգամավորը չի ընդունել ներկայացված մեղադրանքները։ Հիմնական մեղադրանքներից մեկի ժամկետը լրանալու է հունվարին, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները վստահ են, որ դատարանը ժամանակին որոշում կկայացնի։ Աքսել Ֆիշերը 1998-ից 2021 թվականներին Բունդեսթագի անդամ է եղել Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունից, իսկ 2010 թվականից նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ։ 2018 թվականին պարզվել է, որ ԵԽԽՎ որոշ անդամներ կաշառք են ստացել ադրբեջանական իշխանություններից Եվրոպայում Բաքվի շահերը պաշտպանելու եւ առաջ մղելու համար։ Ըստ հետաքննության Ֆիշերը փողի համար քվեարկել է հօգուտ Ադրբեջանի, արել է ադրբեջանամետ հայտարարություններ եւ գաղտնի փաստաթղթեր է փոխանցել։ Այդ տվյալների համաձայն Բունդեսթագի նախկին падգամավորը 2011-ից 14 թվականներին Բաքվից ստացել է 58000 եվրո, իսկ 2015-ից 16 թվականներին եւս 26300 եվրո։ Ադրբեջանը կրկին երկարաձգել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ սահմանված կարանտինը իր ցամաքային սահմաններում, այս անգամ մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը։ Դա նշանակում է, որ Բաքու-Թբիլիսի երկաթուղային հաղորդակցության խոստացված վերսկսումը կրկին հետաձգվում է։ Ըստ ադրբեջանի կառավարության որոշման, հատուկ կարանտինային ժամկետը երկարաձգվել է երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը եւ դրա հնարավոր հետևանքները կանխելու համար։ Մանո Թարվերդյան, հարևաններ։